Պարոն Գալստյան, նախ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, գնահատականը, հետևաբար հետևում եք այս գործընթացներին եւ ինչ կարծիք ունեք ձեր տեսակետին։ Արդեն առաջին օրը չի, որ կրկնվում են այդ կարծիքները, Հայաստանում տեղի է ունենում անկախության չէ, երկրորդ հանրապետության ժամանակ էլ 30-ական թվերից հետո, 40 թվից սկսած, այսպիսի բան չէր եղել, որ իրավական նվազագույն հիմնավորումներ չունենալով մարդուն ձերբակալեն, կալանավորեն, հետո սկսվի աներևակայելի մի բան, որ սարսափ ժանրի ֆիլմերում էլ չեք կարող տեսնել, ուղղակի գողանան, ուղղակի սեփականության իրավունքը չի ոտնահարվում, սեփականության իրավունք գոյություն չունի։ Այս իշխանության սիրելի, այս իշխանության պաշտելի արևմուտքում սեփականության իրավունքը անձեռնամխելի արժեք է։ Առհասարակ արևմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդու մասին նկարում են ֆիլմեր, որպեսզի աճող սերունդը հաջողության պատմության օրինակ ունենա, կարողանան տեսնեն ինչպես է, ներառելով են բոլոր ծանրությունները, դժվարությունները, ներառելով են ամբողջ բարդ ընթացքը, որը մարդուն սարքում է սովորական մարդուց, մեծագույն հաջողակ բիզնեսմեն, մեկենաս եւ բարեգործ։ Այդ մասին ամբողջ արևմտյան, ամբողջ Հոլիվուդի լավագույն ֆիլմերը հենց այդ մասին են։ Առանձին վերցրած պերսոնայի պատմություն, որը սկսելով ամենացածրից, հարցել է ամենաբարձրին, հաղթարելով բազմաթիվ խոչընդոտներ։ Այս խոչընդոտներ կա, իմիջիալուց կարող ենք ձեռնարկենք հենց այդ ֆիլմի նկարահանումը Հայաստանի համար, այս խոչընդոտն լինելու է շրջադարձային կետ։ Այսպիսի բան չի լինում ամբողջ աշխարհում։ Իսկ այն մարդը, որ հասարակության համար հաջողության հասնելու օրինակ է, վերցնեն տապալեն ինչ որ մարդիկ, որոնց ամբողջ կյանքը տապալումների ու անհաջողությունների պատմությունն է։ Թարս ծուռ հայելիների պատմությունն է, սա, ծուռ հայելիների թակավորությունն է սա։ Ինչ մնում է մեզ, ես մի հատ ամոթի մեծ պատմության միջով եմ ասում, որովհետև շնորհիվ պարոն Ծառուկյանի մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը Հայաստանը ներկայացնում էր խոշորագույն կինեմատոգրաֆիական հարթակներում, Կաննում, Վենետիկում։ Այս տարի Վենետիկում մեզ տրամադրված էր տարածք այն վայրում, որը տրամադրում են միայն պետական կառույցներին, պետական ֆոնդերին, պետական հիմնադրամներին։ Ահա բացառություն էր արել Վենետիկի փառատոնը, Վենետիկի կինոշուկան Հայաստանի համար եւ ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիային տրամադրել էին տարածք նկարահանումների տարածքների շուկայում։ Այս տարի առաջի անգամ Վենետիկի կինոփառատոնը հիմնադրել է նկարահանումների վայրերի շուկա եւ այդ շուկայում ներառված էր ընդամենը 11 երկիր եւ մի երկիրը Հայաստանն էր։ Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիան պետք է ներկայացներ Հայաստանը, Հիսուս Քրիստոսի արձանը որպես այցեքարտ, հետո Հայաստանը որպես նկարահանումների համար տարածք եւ Վենետիկի կինոփառատոնի կազմ կոմիտեն հաստատել էր այդ ծրագիրը եւ տրամադրել էր մեր այդ տարածքը։ Հիմա մենք ստիպված ենք հրաժարվել դրանից, երեք ինձ տեղեկացրեցին, որ պրես ռելիզի մեջ չենք ներառել ձեր անունը, որովհետեւ դուք առաջի մուծումները չեք արել։ Մենք մուծումներ չենք արել, որովհետեւ ես չեմ էլ դիմում այդ դրա համար, հասկանալով, որ այս պարոն Ծառուկյանը ինքն է ասնում ֆորս մաժորային իրավիճակը եւ անիմաստ է հիմա խոսալ այն մասին, որ մենք չենք կորցնում մեր շանսը։ Այդ փառատոնները sense բաներ բազմաթիվ անգամներ տեսել են եւ մեզ արդեն առաջարկել են ցանկացած պահի ներգրավել կամ ամբողջ շնորհանդեսը տեղափոխել մյուս շուկա, որը Վալյադոլիդի շուկան է հոկտեմբերին։ Հույս ունեմ, որ այս սարսափը կվերանա, չնայած մենք իհարկե օգտագործելու ենք միջազգային այդ շուկաները բարձրաձայնելու համար այն ինչ որ կատարվում է Հայաստանում, մենք չենք հանձնվելու։ Որևէ մեկը այս իշխանությունը այդքան չկա, որ ստիպի մեզ սրա հետ հաշտվել կամ սրա հետ հանձնվել։ Ես ուզում եմ ասեմ, այդ փառահեղ ծրագիրը, գիտեք, ես գաղտնիք բացեմ, չի կարելի ասել տես բաները քանի չեն եղել, բայց մենք 5 նկարահանման խմբի առաջարկ ունեինք Հայաստանում գալ եւ իրականացնել նկարներ։ Մի խումբը պետքա գար սեպտեմբերին արդեն, սեպտեմբերին։ Բայց այդ մարդիկ չեն գալու, որովհետև դրա գարանտը, երաշխավորը, եթե ուրիշ երկրների դեպքում պետական կառույցներն են, որոնք որ Հայաստանում 3 տարի է չեն կարողանում գոնե մի խումբ բերեն Հայաստան։ 3 տարի է ընդունել են քեշբեքի օրենքը եւ ոչ մի միջազգային խումբ չեն կարողացել բերել Հայաստան։ Ստիպված այդ
Քեշբեքի գումարները բաժանում են տեղացի խմբերին, էլի նոնսենս, ամբողջ աշխարհում տես բան չկա, տեղացի խմբերին քեշբեք տա։ Տես բան չկա աշխարհում։ Դա տալիս են միջազգային խմբերին։ Հիմա շնորհիվ Գագիկ Ծառուկյանի, որտեղ մեր բոլոր հաջողությունների հետևում կանգնած է լավ ծրագիր ու մեկ անուն՝ Գագիկ Ծառուկյան։ Մենք կինո արդյունաբերության մեջ Հայաստանի, որը ճահիճ է, որը դոտացիոն ոլորտ է, սարսափելի ոլորտ է, այդտեղ անում ենք հեղափոխություն։ Էլի անելու ենք։ Բայց 5 նկարահանման խումբ մենք բերելու ենք Հայաստան։ Հայաստանը ինտեգրվելու էր միջազգային process-ի։ Հիմա այս ծրագիրը կախված է օդում։ Եվ քանի որ ես միայն նոր եմ առնչվում պարոն Ծառուկյանի հետ, պատկերացնում եմ, թե ինչ կոլապս է այն ոլորտներում, որը ի տարբերություն կինո արդյունաբերության ինքը արդեն կայացրել էր։ Դրանք արդեն գործող ոլորտներ էին, դրանք արդեն աշխատող ոլորտներ էին։ Հիմա այդ աշխատող ոլորտները կոլապսի մեջ են։ Կինո արդյունաբերությունը անհնար էր Հայաստան բերել միջազգային խմբերի։ Դա մենք կարողացանք անել, էլի եմ ասում, շնորհիվ իր ծրագրի առաջ տանելու Հիսուս Քրիստոսի արձանը որպես այցեքարտ, որտեսեք այսպիսի բան է եւ դրա հետևում արդեն Հայաստանը ցույց տա։ Ու այս ծրագիրը փայլուն աշխատեց կաննում, մենք ունեցանք համաձայնություններ, հիմա Վենետիկից էլի խմբերի հետ գայինք, որտեղ Վենետիկում արդեն դրել էինք հանդիպումներ ու ունեինք շնորհանդես։ Այս ամեն ինչը կորցնելուց հետո այս մարդկանց թվում է, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները վերցնելով իրանք այդտեղ ունենալու են շահույթ, այդ սա գցելու եք ձեր ոտքերին, չկարանալու անել։ Այդ մարդը ինքը զրոյից է ստեղծել այդ բիզնեսները։ Հիմա դուք արդեն պատրաստի բիզնեսները մտածում եք, որ կարող եք վերցնել եւ աշխատացնել, այսինքն այդ աշխատակազմը, որ Ծառուկյանի հետ այդ ամբողջը ստեղծել է, սկսելու է ծառայել ձեզ։ Այսինքն այս կալանավորումը նաև կինո ոլորտի վրա շատ շեշտակի, այսպես ասած, ազդեցություն է ունենում եւ հարվածում է զարգացմանը։ Գիտեք, անհնար է ազդեցություն ունենալ մի ոլորտի վրա, որը մեռած է։ Վերջին 3 տարում Հայաստանում պետական աջակցությամբ ֆիլմերի ֆինանսավորման մի մրցույթ է անցկացել, այսինքն այդ մարդիկ գումար չունեն, որ պետական աջակցություն ցուցաբերեն ֆիլմերին։ Կինո արդյունաբերությունը որպես ոլորտ Հայաստանում մեռածա վաղուց։ Ինքը չգործող ոլորտ է։ Այդ չգործող ոլորտը այս մարդու միջոցով, Գագիկ Ծառուկյանի միջոցով մենք փորձում ենք վերակենդանացնել, ինտեգրել իրան համաշխարհային process-ին։ Ու այս տարի մենք կանոնում ցույց տվեցինք, որ դա հնարավոր է եւ այն հնարավորությունը միջազգային խմբեր բերելու դրա ապացույցներ, դրա վառ ապացույցներ։ Եվ այս ամեն ինչի երաշխավորը, գիտեք, կինոինդուստրիայի մեջ, կինոինդուստրիա մի ոլորտ է, որտեղ եթե չկա պետական երաշխիք, պետք է լինի պարտադիր մի մարդ, կայացած մարդ, հարուստ մարդ, որը երաշխավորի այդ process-ը։ Հիմա Գագիկ Ծառուկյանը ինքը ունի երաշխավորման կարիք, մենք պետք է իրան երաշխավորենք, ինքը կալանավորված է, իր բիզնեսները կալանքի տակ են։ Սա անհավանական բան է ու ես արդեն չգիտեմ բարոյական խնդիր է քո երկրի մասին դրսում վատ ներկայացնելը, դա բարոյական բան պետք է հաղթահարես դա անելու, բայց այս մենք չենք պատրաստվում լռել, որովհետև անհնար է մեռած ոլորտը ոտի հանող մարդուն եւ էլի եմ ասում, մեկ մի խնդիրն է, ես մի փոքր շփում ունեմ իր հետ, բայց կայացած ոլորտները ոնց եք դուք բարի տալի, ես երկրում այս քայքայված տնտեսության պայմաններում ոնց եք sense բաներ անում, այդ ինչ շահեր ունեք դուք, ակնհայտ է չէ, որ սրա հետևում ոչ հայկական շահ, ակնհայտ է չէ, որ այս իշխանությունների խելքի բանը չի sense տապալելը Ծառուկյանին, դա այն ուժերն են, որոնք Հայաստանը ուզում են տապալել, այստեղ խնդիր չկա, այստեղ իրանք ուզում էին Հայաստանի պարոն Ծառուկյանից խլեին իր 5 քվեները, խլեցին, 60,000 ձայնը ուզեցան ոչնչացնել, ոչնչացրեցին, գողացան այդ ձայները, հետո այդ քաղաքանը տեղափոխեցին այնտեղ, որտեղ արդեն ընդհանրապես կապ չունի արդեն Ծառուկյանը որպես մարդ, ինքը կապ ունի որպես Հայաստանի տնտեսության ողնաշարը ստեղծած մարդ, Հայաստանի տնտեսության մեջ ահռելի ներկայություն ունեցող մարդ եւ մեծագույն բարերար, որի գործունեությունից կախված են 100,000-ավոր ընտանիքների կենսագործունեության պայմանները։ Այսի Հայաստանի դեմ ոչ հայկական ուժերի ձեռնարկած բան է, ու մենք եթե ուժ չգտանք կանգնելու սրա դեմ ազգովի, մենք այս ամեն ինչը տանելու է կործանման։ Ծառուկյանից հետո անցնելու են Սամվել Կարապետյանին եւ այդպես բոլոր այն մարդկանց, որոնք ապահովում են Հայաստանի նորմալ կենսագործունեությունը։ Շնորհակալություն։